Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել NBC News-ին։ Նա սպառնացել է Իրանին ռմբակոծություններով եւ նոր մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։ Եթե նրանք համաձայնության չգան, ռմբակոծություններ կլինեն։ Կլինեն այնպիսի ռմբակոծություններ, որոնց նմանը նրանք երբեք չեն տեսել։ Եթե նրանք համաձայնության չգան, հնարավոր է ես երկրորդային մաքսատուրքեր սահմանեմ նրանց նկատմամբ, ինչպես արել էի 4 տարի առաջ, ասել է Թրամփը, հավելելով, որ 2 շաբաթ ժամանակ կտա Թեհրանին մտածելու համար։ Նա նաև շեշտել է, որ ամերիկացի եւ իրանցի պաշտոնյաները շփվում են, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։ Թեհրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից հարձակման հնարավորությանը, իսկ եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա։ Երեկ էլ Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Իրանի իշխանությունները հրաժարվել են ուղիղ բանակցություններ վարել, սակայն նշել են, որ դեռ կա միջնորդների միջոցով երկխոսությունը շարունակելու հնարավորություն։ Նամակում ընդգծվում է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից եւ միայն չկատարված խոստումներն են խնդիրներ առաջացրել, որոնք պետք է լուծվեն երկրների միջև վստահությունը վերականգնելու համար։ Նա ընդգծել էր, որ բանակցությունների ճակատագիրը կորոշվի հաշվի առնելով ամերիկացիների պահվածքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից լրագրողները հետաքրքրվել են 3-րդ անգամ նախագահելու հավանականության մասին, ինչը նա ավելի վաղ չէր բացառել NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նշել է, որ ներկայումս չի ցանկանում խոսել 3-րդ ժամկետի մասին, քանի որ 2-րդ ժամկետի մեծ մասը դեռ առջևում է։ Նա շեշտել է, որ իր կողմնակիցներից շատերն արդեն կոչ են անում իրեն նորից առաջադրվել։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թրամփը նշել է, որ լավ առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։ Սպիտակ տան առաջնորդի խոսքով Զելենսկին փորձում է վերանայել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի որոշ դրույթներ, մասնավորապես ուկրաինական հանածոներին հասանելիություն տրամադրելու վերաբերյալ։ Նա զգուշացրել է, որ նման շրջադարձի դեպքում Ուկրաինան կարող է բախվել մեծ խնդիրների։ Իսրայելը բաց է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու բանակցություններ սկսելու համար, ամենշաբաթյա նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուն սակայն հիշեցրել է Իսրայելի առաջ քաշած պայմանները։ Նրա խոսքով Համաս շարժման ղեկավարությունը պետք է վտարվի անկլավից, բացի այդ անհրաժեշտ է կազմակերպել տեղի բնակիչների կամավոր արտագաղթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին համապատասխան։ Նա նշել է նաև, որ Իսրայելը Համասի հետ բանակցություններ է վարում կրակի տակ եւ դրա համար էլ դրանք արդյունավետ են։ Լրատվամիջոցները գրում են, որ երեկ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 64 մարդ է զոհվել։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա եւ դրանով իսկ ընդհատելով հունվարին հաստատված հրադադարը։ Այս ֆոնին երեկվանից տասնյակ հազարավոր մարդիկ Իսրայելում դուրս են եկել ցույցի, Նեթանյահուից պահանջելով ավարտին հասցնել պատանների վերադարձի գործարքը։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան նոր անցումային կառավարություն է ձևավորել։ Նոր կաբինետն ունի 23 անդամ։ Կառավարությունը վարչապետ չի ունենա, գործադիր իշխանությունը կգլխավորի Շարան։ Կառավարության կազմը ներառական է, նախարարական պորտֆելներ են ստացել նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Առաջին անգամ աշխատանքի նախարար է նշանակվել քրիստոնյա կին։ Անցումային կառավարությունը կաշխատի 5 տարի։ Մերի Ներսիսյան, լուրեր։